Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Բարև ձեզ ընկերներ, գործար ալիքի եթերում ապակենտրոն պոդքասթն է և ձեզ հետ է Մայիս Մարգարյանը, շարժվեցինք առաջ։ Մելինա ջան, ողջույն, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ինչպես ես։ Ողջույն Մայիս ջան, ես էլ շնորհակալ եմ հրավիրելու համար, լավ եմ, մերսի, իսկ դու։ Եմ շնորհակալ եմ, լորիում այսպես հավեսով տերանական առավոտ է, ես էլ վայելում եմ այս մարզում ապրելու ազատությունը, ու համարյա ամեն շաբաթ մարդ եմ գտնում կամ մարդ է ինձ գտնում, ով տեղափոխվել է մարզեր, թե դա նաև նրանից է, որ հյուրերս են էլի, իրանք մատնացույց անում, մի անցած շաբաթ քեզ հետ ծանոթացա, կասես քո մասին, որտեղ ես տեղափոխվել, ինչ բացահայտումներ ես արել, այսպես, ինչով ես զբաղվում։ Հա, իհարկե, ես էլ եմ վայելում այս պահին լորիում, այս մելամաղձոտ, մշուշոտ եղանակը, տեղափոխվել եմ Վանաձոր, Երևանից, որտեղ 15 տարի ապրում էի, իսկ ծնունդով էլի Վանաձորից եմ, այսինքն Երևան գնացել էի սովորելու նպատակով ու կերակատարել եմ այդ նպատակը, 3 մագիստրատուրա եմ ավարտել, 3-րդն ավարտելուց հետո որոշեցի, որ նպատակները իրագործված են, կարելի է վերադառնալ, այդպես։ Հիմա այստեղ առաջի բանը, որ արեցի, սկսեցի ոմա գնալ, որովհետև շատ երկար ժամանակ պատերազմից հետո ուզում էի գնալ, բայց չէր ստացվում ու երբ եկա այստեղ արդեն այդ ժամանակը ունեցա, որից հետո այդտեղ մնացի որպես հրահանգիչ ու այս պահին դասավանդում եմ առաջին հոգեբանական օգնություն ու ռազմական հոգեբանություն, բայց բացի դրանից նաև հոգեբան եմ գործող, ընդունում եմ այցելուներ ու հիմնադրամի միասին միջազգային բարեգործական հիմնադրամի հետ եմ համագործակցում։ Նաև խաղերի նախագծող եմ ու Երևանում էի աշխատում որպես խաղերի նախագծող, սակայն Վանաձոր տեղափոխվելուց հետո այդ խաղ նախագծելու ցանկությունը ինձ մոտ չի կորել, որովհետև 7.5 տարի շարունակ դրանով եմ զբաղվել ու այստեղ գործընկերոջ հետ հիմնեցինք արշավական ակումբ, որի շրջանակում հոգեբանական քվեսթներ ենք նախագծում։ Այսինքն զբաղվում ենք լեռնագնացությամբ ու այդ ընթացքում հոգեբանական այսպես փոքր խաղեր ու տեխնիկաներ են ունենում հենց բնության գրկում կապված բնության հետ։ Այդպես։ Մի խոսքով հետաքրքիր անցնում։ Հետաքրքիր բան ասացիր, մի անգամից լիքը հարցեր ծագեցին, բայց փորձեմ մնալ գծի մեջ, մի կտոր հարցին չպատասխանեցիր, երբ որ տեղափոխվեցիր հետ Վանաձոր, գիտեմ, որ բացահայտումներ ես արել քեզ համար, կգիտես այդ ինչ բացահայտումներ ես արել քո ծննդավայրի մասով։ Նախ ինքս շատ եմ սիրում բացահայտումներ կատարել ու դա իմ կյանքի շատ կարևոր մասնիկն է կազմում։ Ու երբ տեղափոխվեցի Վանաձոր, առաջի բանը, որ ուզում էի, բացահայտել մեր մարզը լորին, նաև իր սարերը, աշխարհագրությունը ու բնությունը առհասարակ։ Ու ամեն շաբաթ գնում եմ սար, այսինքն արդեն մի քանի գագաթում եղել եմ ու նախագծած մի 11 մոտավորապես թե 13 գագաթ ունեմ, որ հասցնելու եմ գնալ մինչև աշուն։ Սարերն եմ բացահայտել մեր, որոնցում նախկինում չէի եղել, բացահայտել եմ մարդկանց, շատ մարդկանց հետ եմ շփվել այս ընթացքում ու շատ հետաքրքիր էր ինձ այդ շփումները, բացահայտել եմ տարբեր միջոցառումներից, տարբեր վայրերից, որոնք ինձ այս մի քանի ամսվա ընթացքում հասցրել են հոգեհարազատ դառնալ, բացահայտել եմ խոհանոցը երևի թե ինչ-որ կրուասաններ եմ այստեղ սիրում ուտել, չգիտեմ, ինչ-որ խանութ կա, որտեղից փախլավա եմ առնում, ինչ-որ խանութ կա, որտեղից հացն եմ առնում, ինչ-որ խանութ կա, որտեղ ինչ-որ մի բան եմ գնում ու բոլորը տեղացիների պատրաստածներն են։ Լորվա մարզում տարբեր հյուրատներ եմ բացահայտել, որտեղ հետաքրքիր ժամանց եմ անցկացնում ու էլի հետաքրքիր ընկերներ եմ ձեռք բերել ու բացահայտել եմ մեր կողմի ժողովրդի բնավորությունը, կարելի է ասել վերաբացահայտել եմ, որովհետև Արդեն որպես հոգեբան։
Հա, ու երևի երկար ժամանակ բացակայությունից հետո ինձ մոտ այլ կերպ էր տպավորված դպրոցական տարիների Վանաձորը, իսկ հիմա այլ հայացքով եմ նայում ու իմ բացահայտումները ինձ շատ դուր են գալիս։ Այսինքն մարդ կարա ճամփորդի ողջ աշխարհով մեկ, բայց չունենա այն խորքային բացահայտումները, ինչ հնարավոր է ունենալ մի քանի ամսում ուղղակի շփվելով մարդկանց հետ կամ ճանաչելով քո ծննդավայրը։ Դա փորձառական туриզմ է կոչվում, ես էլ եմ դրա ֆանատը, երբեք ճամփորդելիս չեմ կենտրոնացել վայրերի վրա, այսինքն կամ կենտրոնացել եմ, դրա մեջ վատ բան չկա, բայց միշտ ուզեցել եմ հասկանալ ոնց են ապրում մարդիկ, մարդկանց հետ շփումը։ Հիշում եմ, որ Արցախում էի, ասում ինչ եք այդքան շատ երեխաներ ունենում, ու իմ համար շատ մեծ բացահայտում արեցի, որ Արցախի մեր ժողովուրդը, ոյ, մեքենա անցավ, բնակ ինքը կյանքի բարձր որակի նշաձողը այդքան sense բարձր չի դնում, դրա համար ավելի շուտ է հասնում երջանկությանը, ավելի շատ երեխան առողջ լինի, երեխան մեզ հետ լինի, դրանից ավելի բան պետք չի ծանրացնում եւ շատ երեխաներ այնքան հետաքրքիր, էսա ուղակի մի օրինակ բերեցի։ Մելինե, իսկ Վանաձորը քո աչքերում հիմա այսպես շնչող երիտասարդական քաղաք է, թե ոչ, թե անցումային շրջանում է, ունես արդեն պատկեր քեզ համար։ Չեմ կարող այսպես հստակ գնահատական տալ, ամեն դեպքում իմ աչքին այս պահին Վանաձորը շնչող է ու երիտասարդական է ու միանշանակ այսպես երիտասարդական է, ինչը ինձ համար այսպես մեծ բացահայտում էր։ Այստեղ դեռևս դպրոցական տարիքից աշակերտները կամ հետո նաև ուսանողները ներգրաված են տարբեր ծրագրերի մեջ։ Կլինի դա տեղական ծրագրեր, թե կլինի միջազգային ծրագրեր ու բոլորը հետաքրքիր պատկերացումներ ունեն տարբեր մասնագիտությունների մասին, տարբեր իրադարձությունների մասին, որ կատարվում է աշխարհում, ու բացի դրանից իմ բացահայտումների մեջ հումորը մոռացա նշել, վանաձորյան հումորն եմ բացահայտել ու իմ հումորը եւս այսպես մի բանկարդակ ավելի եմ բարձրացրել երևի թե ու դա շատ հաճելի է։ Ինչի նշեցի հումորը, որովհետև քաղաքի շնչող լինելը նաև մարդկանց իրավիճակին մոտեցումից է կախված։ Այսինքն կարելի է բողոքել լիքը բանից, կարելի է հուսահատվել լիքը բանից, բայց այստեղ մարդիկ շատ այսպես կարող են հումորով վերաբերվել կամ այսպես ռոմանտիկ կերպով վերաբերվել կամ ամեն դեպքում լավատեսությամբ վերաբերվել ու դա ինձ շատ դուր է գալիս, դա ցույց է տալիս, որ մարդիկ պատրաստ են տարբեր նախաձեռնությունների ու նոր պլաններ իրագործելու, ապրելու, այլ կերպ ասած։ Որ պատրաստում էի ես մեր զանգին, մտածում էի, որ ապակենտրոն ոդքասթում ամենաշատ հյուրերը Վանաձոր տեղափոխվածներն են եղել։ Ես չգիտեմ, դա նրանից է, որ ես Լոռիում եմ ապրում, շատ են ինֆորմացիա տալի, թե իսկապես այդպես է, երկրորդը Գյումրին է, պատկերացրու, առաջինը Վանաձորն է, եւ sense չգիտեմ, տասնյակների է հասնում, այդ ինձ համար պայծառ դեմքերը, հա, գեղեցիկ երիտասարդ նախաձեռնող ժամանակակից, կարծում եմ, որ ահագին բան է փոխվում, շատ մանավանդ որ հոգեբանի հետ եմ խոսում, մենք այդ կոգնիտիվ շեղումներին շատ ենք տրվում, բայց դրա համար մի քիչ այսպես ստրախովկաներով եմ խոսում, իմ համար իսկական Վանաձորը շատ երիտասարդական, ինչ շրջապատում են, շատ այսպես խելացի, նախաձեռնող, ես այդ հոգեբանական պահանջմունքը ծոր փորձի փոխանակման, աճող միջավայրում, աջակցող գնահատող միջավայրում լինելու համար Վանաձորում ստանում եմ։ Ու անդադ այդ նույն իմ միջավայրը, այսպես ծանոթացնում, օրինակ Տարոնը ծանոթացրեց քեզ։ Անընդհատ նման տիպ բաներ են կատարում։ Նույնիսկ այս շաբաթ եւս մեկ ոդքասթ ունեմ, եւս մի աղջիկ, եւս Երևանից տեղափոխվել է Վանաձոր, ինչ որ շատ հետաքրքիր տրենդ է, այնքան եմ ուրախանում այս մասով։ Մի բան էլ հարցնեմ, հա, եթե մեկնաբանություն ունես, անպայման մեկնաբանի։ Ինքս Վանաձոր տեղափոխվելով ինձ սկսել եմ ավելի երիտասարդ զգալ։ Կարծես հոգսս պակասած լինի ու ավելի այսպես երիտասարդական բաներով եմ զբաղվում։ Օրինակ սկսել եմ, չգիտեմ, գիտարի դասերի հաճախել, ինչ որ օդային սթրեչինգի դասեր եմ տեսել, պատրաստվում եմ հաճախել, թեկուզ ոման, որ սկսեցի հաճախել, ստացվում որ
ինչ եկել եմ Վանաձոր, ես նորովի բացահայտում եմ կյանքը ինձ համար ու զբաղվում եմ ինչ-որ բաներով, որ ինձ շատ դուր են գալիս։ Մինչդեռ Երևանում ապրելիս ես այդ ժամանակը իսկապես չունեի։ Խցանումներն էին շատ, պատասխանատվությունն էր շատ, չգիտեմ, անդադ ինչ-որ ես հիշում եմ, որ ես անդադ ժամանակ չունեի։ Իսկ այստեղ մի տեսակ հանգիստ անցնում կյանքը ու այդ հանգստության մեջ ես հասցնում եմ այն ամենը, ինչ ժամանակին Երևանում էի հասցնում, գումարած դրան իմ հետաքրքրություններն եմ կարողանում բավարարել։ Ու ամենահետաքրքիրն է նա, որ նա գիտարիստ ուսուցիչը ասում է, որ գիտես, մի հատ էլ 40 տարեկան, չգիտեմ, ռազմական գծով աշխատող մարդ է գալիս գիտար պարապելու մոտս, մեկ էլ ինքն է այսպես լավ ընկալում, ես ասում ինչ հետաքրքիր է, Վանաձորում 40 տարեկան ռազմական այսպես աշխատող, ուժային կառույցի աշխատողը գնում է գիտար, ինչքան գեղեցկություն կա, չէ՞ դրա մեջ։ Հարգելի ընկերներ, Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու, Ռեարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով, ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմ-առ-դեմ հանդիպում։ Շնորհակալություն։ Այդպես Վանաձորն ինձ համար գեղեցիկ է։ Իսկապես շքեղ է, նման շքեղ բնությամբ քաղաք, մեկ էլ Կապանը, չգիտեմ, գուցե Գորիսը, գուցե էլի ունենք փոքր քաղաքներ, բայց համենայն դեպս ոնց որ մեր Գյումրին իր մշակույթով, հումորով, առատությամբ աչքի ընկնում, դիրքավորվում մեր մտքերում, Վանաձորը կանաչ լեռներ շքեղ է, էլի դա անբացատրելի է, էլի պետքա մարդ ուղղակի գնահատի ինչ, չգիտեմ, մի անգամ 9-րդ հարկից նայում էի մի հատ շենքի Վանաձորյան, հոփշել էի, ասում էի, իմ բալկոնից միշտ գարաժ է երևացել ու շենք։ Էս ինչ է, աջ կողմը սար, երկինք, ձախ կողմը սար։ Ուրեմն որ Երանի աշկերիս այդ վիճակներ էլի։ Շատ հետաքրքրեց քո նոր նախաձեռնությունը, արշավը, այսինքն բնությունը, ֆիզիկական աշխատանքը եւ բնությունը որպես այն top անտիդեպրեսանտներից մեկը, հա, եւ այդ հոգեբանական ռիտրիտները, եթե ճիշտ հասկացա, ինձ հետաքրքիր է առաջին հերթին որտեղից ես շուկա գտնում, կա շուկա ըստ քեզ, այդ շուկան տեղական է, թե մայրաքաղաքից ենք ներգրավում, որտեվ չեմ կարծում դժվար է ներգրավել, այսօր on-line մարքեթինգի միջոցով, լավ մարքեթինգի միջոցով ամեն ինչ կարելի է անել։ Երկրորդ հարցս մոռացա։ Եվ երկրորդը մի քիչ ավելի բովանդակային, էլի, ինքը ինչ է։ Հոգեբանության մեջ կա մի ճյուղ, կոչվում է արկածային թերապիա։ Այսինքն բնության մեջ թերապևտիկ հանդիպումները ու խաղերը տարածված են որոշակի երկրներում, հիմնականում արևմտյան մշակույթում ու մեր տարածաշրջանում տարածված չեն։ Ու այդքան էլ մեծ տարածում չունի այս պահին այդ ուղղությունը, բայց ամեն դեպքում շատ եմ ուսումնասիրել ու տեսել եմ, որ արդյունքները բավական այսպես հետաքրքիր են աշխարհում։ Այսինքն արկածային թերապիայի միջոցով ամենաբարդ հոգեբանական խնդիրների հետ են կարողանում աշխատել ու այդ ուղղությունը ինձ շատ է դուր եկել, որովհետև ինքս էլ շատ եմ սիրում բնություն, իսկ բացի բնություն սովորելու սիրում եմ ինովացիա, այսինքն չեմ սիրում մտնել շուկա ու զբաղվել այն գործով, որը որ կա ու բոլորը դրանով զբաղվում են, քանի որ բացահայտումներ սիրող եմ, ինձ հաճելի է բացահայտել ինչ-որ նոր ուղղություն կամ նոր մոտեցում կամ նոր մոդելներ աշխատանքի համար ու արշավներ շատ էի գնում։ Ստացվեց այնպես, որ վերջին ամիսների ընթացքում էր ավելի շատ սկսեցի արշավների գնալ մի ընկերախմբի միանալով ու կարծես թե այլևս չկարողանայի կտրվել բնությունից, այդքան հաճախ սարերում լինելուց հետո։ Ու երբ տեղափոխվեցի Վանաձոր, նորից չէի կարողանում կտրվել բնությունից, թեպետ այստեղ արշավական ակումբներ չկային, որոնց հետ գնայի, ես մենակ էի գնում։ Ու ընկերներս, որ ասում էին ոնց է Վանաձորում, ծիծաղելով ասում էի, որ արտակարգ է, այստեղ 600 դրամով կարողանում եմ գնամ իմ ուզած սարերը, որովհետև դե տաքսին այդքան է վճարում մի սարի տակ հասնելու համար, մինչդեռ Երևանում դե սարերը ավելի հեռու են ու արդեն պետքա մի խոսքով մենակ արշավը մի քիչ բարդ երևույթ է դառնում։
Այդպես ու Երևանում մի ընկերախմբի հետ արդեն իսկ մի քանի անգամ արկածային թերապիա էին կարել ու թերապևտիկ հանդիպումներ էին ունեցել սարերու խմբերի հետ, որից հետո այդ հիշողությունները ու տպավորությունները իմ մեջ այնքան մեծ էին, որ Վանաձոր վերադառնալուց հետո ես հասկացա, որ չեմ կարող դրանով չզբաղվել։ Մենք արդեն երկրորդ խումբն ենք տարել, մեր ՍՊԸ-ն գրանցել ենք մարտի 19-ին, այսինքն մենք դեռ մի ամսական էլ չկանք, բայց ամեն դեպքում երկրորդ խումբը 3 տարանք հենց 10 հոգի էինք ու երկուսը եկել էին հյուր Երևանից։ Այդպես, մեզ հիմնականում գտնում են ծանոթությունների միջոցով, այսինքն գալիս են ու պարզվում է, որ ինչ-որ մեկը պատմել է մեր արշավական ակումբի մասին, ես էլ չեմ տեղյակ եղել, որ ինչ-որ մեկի դրա մասին պատմել է ու իրանք որոշել են մեզ միանալ։ Բայց ամեն դեպքում այս պահին ունենք Instagram-յան ու Facebook-յան էջեր, ավելի շատ կենտրոնանում ենք Instagram-յան էջի վրա, մարքեթինգը Անունն էլ դուր Մելինա ջան։ կոչվում է Լուսան Trek։ Լուսան Trek։ Լուսանը հայտնի է լուսան կենդանին, որից Լոռու մարզում էլ է հանդիպում Trek-ը թե որպես ճանապարհ, բայց այսպես ավելի արշավական ձևով։ Իսկ ինչի այդպես որոշեցինք, որովհետև սցենարիստ խաղերի նախագծող լինելով ու հոգեբան լինելով շատ եմ օգտվել հերոսի ճամփորդությունը մոդելից, որով գրվում են սցենարները։ Ես գիտեմ դա։ Այո։ Հիմա Լուսանը մեր հերոսն է ու մեզնից յուրաքանչյուրի մեջ մի փոքր լուսան կա, մի փոքր չէ, մի քիչ շատ, որովհետև լուսանը լույս բառից է ծագում։ Այսինքն մենք ուզում ենք, որ դա լինի մեզնից յուրաքանչյուրի հերոսի ճանապարհը ու նաև լույսի ճանապարհ լինի։ Ու հենց որ արշավը ինքը իրանով հենց հերոսի ճանապարհ է, ուղղակի կարող է ունկնդիրը շատ չխորանա չհասկանա, բայց որ շատ բան չանենք, տենց մի պաթևաթափ ես լինում, հետո տենց կներես, բայց ընդհատեցի քեզ։ Այդ թևաթափ լինել, որ ասացիր, հիշեցի մեր երեկվա հենց արշավը, որտեղ թեման կորուստներ, մենք բարձրացել էինք Մայրի Բլուր, որը մի քիչ հետաքրքիր է, էլի, դեպի այդ բլուր ճանապարհը, ինքը գերեզմաններից է սկսում։ Ու մեր ճանապարհի թեման ընդհանուր կորուստներ, որտեղ մենք հենց խոսեցինք անորոշության մասին, անցյալում թողնելու ու նորը ողջունելու մասին, ու հետո իհարկե անցնում էինք Մայրիների անտառով, որտեղ կանգ առանք ու մոտ 1.5 ժամ հոգեբանական այսպես զրույց ունեցանք, հավասարակշռեցինք, բալանսի բերեցինք անցյալը, ապագան ու ներկայում այսպես հողայնացում արեցինք, Զազիմլենիա է կոչվում, այդպես ինձ թվում է բավական ինսայթներով լի օր ունեցանք։ Մեր արշավները մենք սկսում ենք հին եկեղեցու մոտից, որովհետև Վանաձոր, որ նախկինում Ղարաքիլիսը կոչվել Սև եկեղեցի եւ այն հենց այդ եկեղեցու հիման վրա է այդպես կոչվել ու ուզում ենք, որ մեր արշավներ լինեն թե հոգեբանական, թե մի փոքր պատմական եւ թե կրթող բնույթ ունենան առհասարակ ու այս պահին ես ու գործընկերս վերապատրաստվում ենք, որպես լեռնագնացության դասերի ենք գնում, որպեսզի մենք էլ ավելի գրագետ մոտենանք հարցերին ու գործընկերս էլ բժիշկ է մասնագիտությամբ, մենք շատ կարևորում ենք պրոֆեսիոնալիզմը ու մարդկանց անվտանգությունը, որովհետև արշավների ժամանակ նաև ոչ միայն հոգին ենք ուզում բժշկել, այլև ֆիզիկապես առողջ տանել ու հետ հասցնել։ Այսպես։ Շատ հետաքրքիր է։ Նաև sense ուշադրություն դարձնում, ինչքան ծառայություններ կա Վանաձորում, լեռնագնացության դասերի են գնում, օդանավային ինչ-որ բաների են գնում։ Ինչ է ուզում հարցնեի, երևի թե նախավերջին հարցս է, ոնց արձագանքեց քո մտերմիկ շրջապատը 10-ից ավել տարիների արդյունքում ձևավորված մտերիմ շրջապատը։ Զվարճալի հարց է, չէ՞, միշտ այս հարցին Իմ Վանաձոր տեղափոխվելուն, թե արշավական ակումբի, թե Վանաձոր տեղափոխվելուն։ Մտերիմ շրջապատը, այսպես բոլորը մտածում էին, որ այս ոնց ասեմ, այսպես վայ լճացում ա լինելու, վայ ոնց ասեմ, հիմնականում Երևանից դուրս կյանքը մարդիկ չեն պատկերացնում կամ մտածում են, որ ավարտվում է կյանքը։ Մի մասն էլ ասում են, դե լավ, դե որ դու գնաս Վանաձոր, հաստատ այնտեղ լավ բաներ կփոխվեն եւ այլն, բայց ես եկա Վանաձոր, տեսա, որ այստեղ արդեն լավ է։ Առանց իմ կանվել, չնայած իհարկե ուրախ կլինեմ, որ իմ լուման կարողանամ ներդնել, բայց մտերիմ շրջապատը այսպես
շատ հակասական արձագանքներ տվեց, իսկ հիմա իրենք էլ մի քանի ընկեր արդեն եկել են Վանաձոր, շատ տպավորված են։ Ընկերներից մեկին մեր նկարիչներից մեկի արվեստանոց տարա, թեկուզ այստեղ դոկտում մեզ շատ լավ դիմավորեցին, ինչ որ քաղցր էկլերներով եւ այլն։ Մի խոսքով Ստեփան Զորյանի թանգարանը տեսավ, մեկ այլ ընկերոջ սար բարձրացրեցի եւ այլն, ու այսպես իրանք էլ հաճելի բացահայտումներ ունեցան։ Հասկացան, որ տեսան, որ ես ուրախ եմ, իրանք էլ են ուրախ։ Իհարկե։ Հիմա նաև այդ բանն է մի քիչ կարծես թուլանում այդ զարմանքը, որտեղ դե ամեն դեպքում իմ գնահատմամբ սա թեև բացարձակ թվերով փոքր, դեռ հոսքա համեմատած մայրաքաղաքի Ստեփի մարզի բան, բայց լավ տեմպ եմ տեսնում ես, ահագին մարդիկ։ Ամենահետաքրքիրն է, որ բոլորը պրոյեկտներ են տանում, ինչը նշանակում է նոր արժեք, նոր ակտիվություն, նոր գումարներ, նոր աշխատատեղեր եւ տնտեսագիտական մուլտիպլիկացիոն էֆեկտը, հա, բերում ենք նոր գումարներ, ծախսում ենք, խոյանում են նաեւ նոր ծառայություններ եւ այլն եւ այլն։ Վերջի հարց տամ, ժամանակի ինչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր այս միտքը բավականին հասունացրել են իրենց մեջ եւ հասցրել են լուրջ կետի եւ տենց մտովի, հա, այսպես կարկամում են մի ոտով այստեղ, մի ոտով այնտեղ, բայց դեռ չեն անում այդ քայլը փորձելու կամ տեղափոխվելու, հա, տեղափոխվել փորձելու կամ տեղափոխվելու։ Կասեմ մի վախեցեք։ Ինչու, որովհետև կամ չգիտեմ, այսպես համարձակ եղեք, որովհետև կյանքը շատ կարճ է, որ քեզ սահմանափակես ինչ-որ մի տարածքում, ինչ-որ մի ապրելակերպի կամ մոդելի մեջ ու դուրս չգաս դրանից։ Իսկ եթե կան երազանքներ, դա մեր կույր կոտիներն են, չէ՞, եթե մենք մի բան ցանկանում ենք, կույր կոտի հոգեբանության մեջ ասվածը հետևյալն է, ինչ-որ բան է մեր մասին, որը ոչ մենք գիտենք, ոչ ուրիշները գիտեն։ Կա այդպես ջոհարի պատուհան կոչվածը կա 4 մասից է բաղկացած, մի մասը մենք գիտենք մեր մասին ու ցույց ենք տալիս նաև ուրիշներին։ Մի մասը մենք գիտենք մեր մասին ու թաքցնում ենք ուրիշներից։ Մի մասը ուրիշները գիտեն մեր մասին, բայց մենք մեր մասին չգիտենք, ու այսպես վերջի պատուհանը կույր կոտին է, որտեղ ոչ մենք գիտենք մեր մասին, ոչ ուրիշները։ Ու եթե կան այսպես ցանկություններ, երազանքներ, անպայման արժի գնալ դրանց հետևից, որովհետև այդտեղ դու նոր ես ես բացահայտելու, նոր ռեսուրսներ ես բացահայտելու, նոր հմտություններ ես ձեռք բերելու ու առհասարակ ետ նայելու կամ փոշմանելու բան չես ունենալու։ Շատ շնորհակալ եմ։ Ես կարծում եմ, որ այսօր բավական հեշտ է փորձել է։ Օրինակ Վանաձորի կենտրոնում կարելի է տուն վարձել 2 սենյականոց շատ լավ վիճակում 80,000 դրամով եւ փորձել Երևանի ախսերի ֆոնին, ըստ ումա ծիծաղելի բաներ եմ ասում։ Այո, Մելնետ ջան, ես նաև քեզ կավելացնեմ մեր ընդհանուր տարածքին խումբ ունենք ապակենտրոնցիների, բնականաբար փորձ ենք փոխանակում, հա, ով ոնց է ապրում, ոնց է տեղավորվել, չգիտեմ, ինչպես են լուծում տնտեսական հարցերը, զբաղվածությունը, կրթությունը, առողջապահությունը, ցանց ենք սարքում եւ ամիսը մեկ օֆլայն հավաքներ ենք անում։ Առաջին արեցինք Վանաձորում նորաբաց սրճարանում, շատ հավես էր ու լուրջ համագործակցություններ ձևավորվեցին այդ օրը, այդ թվում նաեւ Ոմա Վանաձորի հետ։ Երկրորդը արեցինք Գյումրիում, այսպես հավես է, քեզ կավելացնեմ եւ կարծում եմ, որ շատ ենք դեռ հանդիպելու, քանզի ակտիվ ենք, քանզի այսպես շատ բան ունենք բոլորս իրար տալու ու քեզ շնորհակալ եմ հրավերս ընդունելու ու քո փորձով կիսվելու համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավիրելու, ծանոթանալու համար, այդպես ուրախ եմ շատ, որ ակտիվություն կա ու նման նախաձեռնություն կա ու կարող եք մեկս մեկիս աջակցել։ Իհարկե, ես նաև քեզ խոստանում եմ լիքը նոր ծանոթություններ Վանաձորում։ Առնվազն ոդքասթում 20-ից ավել նման մարդ կա եւ նաև խոստանում եմ շատ հաճախ բոլորին հավաքել իրար գլուխ, այդ իմ սիրած զբաղմունքն է։ Դե, շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Մինչ նոր հանդիպում։
Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։